Ողջույններ, սիրելի հետևորդներ, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը շատ լավ է, արևային, հողային, հարսանեկան, հիմա կասեք ինչու հարսանեկան, որովհետև այսօր հարսանիքի եմ հրավիրված, սիրելի հետևորդներ, բայց ասի մինչև, ասենք թե ժամը 5-ին եմ լինելու զալում, ասի մինչև ժամը 5-ը, ինչ անեմ, ինչ չանեմ, դե այսօր որոշել եմ աշխատանքի չգնալ, աշխատավայրեր չգնալ, պատրաստվել հարսանիքին և այնպես որ մինչև որ կգա Վարսավիրանոցի ժամը, հարսանիք գնալու ժամը, որոշել եմ զբաղվել հողային գործերով, մի քիչ քանի որ արև կա, լավ է եղանակը, ասի մի երկու բան անեմ, ցանեմ, տնկեմ, մի բան անեմ, էլի, թող օրս անիմաստ ոչ աշխատանքային չանցնի, էլի, հիմա նայեք, այսքան սխտոր ունեինք, շատ սխտոր կար, որը ափսոսս գալիս է, դե առել ենք, վերցել ենք շաուրմայի բաժնում աշխատելու համար, բայց դե բավականին մեծ շատ թվով ենք վերցել և այսպես ավելացել էր, ապա նայեք, տեսեք, թե ինչ կարգի խոշոր սխտորներ են և այսպես ափսոսս եկավ, ասեցի կայնեք ցանենք, ճիշտ է ուշ է սխտորի ցանելուն, սխտորը ցանում են աշունը, որպիսի վրեն ձյուն գա, հետո նոր ինքը ծլի, բայց դե ոչինչ չի խանգարում, ինչքան է որ ծլի դուրս գա, այդպես կանաչ կօգտագործենք կամ մեջի ծիլերը կհանենք, թե թող լինի, թափելուց լավը չի, սիրելի հետևորդներ, արդեն այն չի, էլի փչվում է, որ ասենք թե օգտագործենք է, այսքան էլ հայ էլի կօգտագործենք, բայց ոչ այսքանը, տեսեք թե ինչ խոշոր, ինչ արտակարգ սխտորներ են, այսպես փորձում եմ, տեսնում եմ, որը ավելի լավն է, խոշոր է, այսպես առանձնացնեմ, հատիկներից հանեմ, պատրաստվեմ, տանեմ մի քիչ այն հայաթի ծայրամասերում, արդեն տեղը ֆիքսել եմ, ծայրամասերում մի քիչ ցանեմ, թող լինի էլի, չի խանգարում, հեսա որ գնամ Արտաշատի կողմերը, անպայման Արտաշատից սերմեր եմ բերելու, հիմա կասեք ինչու Արտաշատից սերմեր, Արտաշատի սերմերը, այնտեղու սերմերը ավելի հաջող են, այստեղ ճիշտ է գնում ես, համ թանկ է, ահա որ թանկ է գները, համ էլ այն քո ուզած սերմը չկա, որովհետև կարող է հիմա գնամ մի հատ ասեմ խոսք օրինակի պետրուշկայի սերմ եմ ուզում, ինձ տան, բայց Արտաշատում կա այդ պետրուշկայի սերմի 5-ից 6 տեսակ, որը դու ցանկանում ես, ընտրության հնարավորությունը շատ մեծ է, տեսեք ափսոսել է մեր սխտորը, արդեն սենց փճվում է, բայց դե հոգ չի, մի բան կանենք, չենք թողնի, որ որևիցե մի բան փչանա, անպայման կանենք, թեկուզ թթուկը դնենք, ինչ որ տանենք, ցանիր, մենակ դուրս գա, մի բան կանենք, չենք մտահոգվում, ինչա շունիկ, էլի ձեն չես հանում, տենում ամեր շունիկ էլի նկարահանում եմ անում, էլի ձայնը կտրելա, ձայն չի հանում, խելոք նստել ինձ անայում, շատ խելացի շունիկ ունեմ, էտ էլ հարևանի շունն է հաճում, բայց մեր շունը չի միանում, որովհետև, չէ Ջեկո ջան, մեր Ջեկոն հասկանում է, որ ես նկարահանում եմ անում և ինձ կխանգարի, խելացի, օրինակ սիրելի հետևորդներ, կան հետևորդներ, ովքեր գրում են, որ վայ, ես ինչ շատ եք խոսում, վայ, շատ եք խոսում, ուղղակի այդ միտքը չեմ հասկանում, այսինքն եթե ես միացնեմ հեռախոսն ու այսպես կանգնեմ, դա ավելի հաճելի է, քան ես խոսում եմ, պատմում եմ, բացատրում եմ, ինձ թվում է, որ մարդը ինչքան էլ խոսա, բացատրի, ակտիվ լինի, ավելի լավ է, քան լռակյաց այսպես կանգնելը, դե չեմ խորանում, չեմ ծանրանում, ամեն մարդ իր կարծիքն ունի, ամեն մարդ յուրովի է մոտենում յուրաքանչյուր հարցին, այնպես որ ես բոլոր կոմենտարյաներն ընդունում եմ նորմալ և շարունակում եմ առաջ, որովհետև բոլոր մարդը, տարբեր մարդիկ, տարբեր ձև են մտածում, չի կարող մի մարդը մեկի նման մտածել, այնպես որ սիրելի հետևորդներ, ես չեմ նեղվում, կարող եք գրել, մեկնաբանել, կարծիքը մարդու համար է, ինչ լավ թոթոլ, լավը,
ուղղակի ժամանակից մոռացա շուտ անել ու խնդիր է առաջացել։ Հեսա գնալու եմ հարսանիք, անպայման նկարահանում եմ անելու մեր հարսանեկան զալից, Կիրովականում է գտնվում, այսպես ասած Վանաձորում է զալը, այնտեղ ենք հարսանիք հրավիրված, ես ամուսինս և կիսուրս ենք գնալու հարսանիքին, այնտեղուց էլ նկարահանում կանեմ, հետաքրքիր, ինձ թվում է, որ հետաքրքիր օր է լինելու, ամենայն դեպս հարսանիք ես գնում, ուրախանում ես, լավ է լինում էլի, թող մեր Հայաստանում, մեր հայ օջախներում հարսանիքները շատ լինեն, շատ։ Կան մարդիկ, որ ասում են, օրինակ, հարսանիք ինչներիս է պետք, թող գնան հանգստանալու, դա էլ եմ համաձայն, բայց հարսանիքը մնում է հարսանիք, դա միակ հիշվող բանն է, որ միշտ հիշում ես, սիրում եմ ես հարսանիքի այդ ամբողջ արարողությունը, նամանավանդ են մեր հին հայկական ադաթներով, են որ մի ժամանակ կար չէ, տենց հին ադաթներ, ես փոքր երեխա էի հիշում էի, ալյուր մաղել էին գնում, հատուկ օր կար ալյուր մաղել էին գնում, օրինակ քեռուս աղջիկը, որ ամուսնանում էր, ես փոքր երեխա էի, սենց երևի մի 5-6-րդ դասարանի ու գնացել եմ բոլորով ալյուր մաղելու, քույրիկս արդեն ուսանող էր, թե դպրոցական էր, 10-րդ դասարան չեմ էլ տենց հիշում նորմալ, գնացել ենք, հավաքվել ենք ալյուր մաղելու, դե ինչ չեն տալի մաղելու, որովհետև ես փոքր եմ, ես էլ լացում եմ, չեմ հասկանում դրա իմաստը, որ այսինքն կալիցոնել էինք գցում ալյուրի մեջ, բարեմաղթանքներ, գումար մաղում էիր, հանում լցնում էինք քո բաժինը, մաղում էիր, ում ինչ եղավ, նրան էր հասանելի, ուրեմն կալիցոն քեռուս աղջիկը ալյուրի մեջ էր և ալյուրը մաղում էին, լիքը աղջիկներ էին հավաքվել ու կալիցոն ընկավ քույրիկիս նազելիին, հիմա ես էլ լացում եմ, բան ինձ չեն տալի մաղելու, բան, ու սենց նոր եմ բանանում, որ մի քիչ մեծացա հասկանում ու ծիծաղում եմ, որ ասենք թե ես 5-րդ դասարանի մաղեի ու կալիցոն ընկներ, դա իր էֆեկտը կորցնում էր, այսինքն պետք է ամեն մեկը ճիշտ օգտագործի, դա ալյուր մաղեցին, հետո հիշում եմ հաջորդ օրը անասուն մորթեցին, հատուկ այդ կապակցությամբ էին անում, մի օր գնում էին քավորի հետևից, հետաքրքիր էր հարսանիքները, բայց դե հիմիկվա մեր հարսանիքներն ժամանակակից ձևերով են, սալյուտներ, հրավառություն, հարսը վերևով է, հիշում ես մի խոսքով ամեն մեկն է իր հետաքրքրությունն ունի, ամեն մեկն է իր էֆեկտը ունի, կարևորը առողջ լինենք, միշտ մասնակցենք այդ տեսակի ուրախությունների։ Հիմա գնամ սխտորը ցանելու, թե չէ մեր սիրելի հետևով, թե կգնի վայ աղջիկ ջան, ես ինձ շատ ես խոսում, ես էլ չեմ կարում քիչ խոսամ կներեք։ Հիմա սկսեմ տեղը սարքել սխտորի։ Ես փոխվել եմ։ Պոկվել է, երևի քամի է եղել, պոկվել է ու չեմ է կարողանում բան անել։ Հիմա հողը մի հատ դզեմ։ Այսենց հոգնած, ջարդված հարսանիք եմ գնալու, հողոտ, բայց դե էտա, բան էլ չկա, շատ է լավ է։ Թվում է այսքան տեղը լրիվ հերիք է, շատը չեմ ցանելու, լրիվ այսքանը նորմալ է։ Հիմա սիրուն էսը սերմերն է վերցնեմ, տեսեք, սիրուն է սրտի կամանով տամեմ, որ ի սրտե ցանեմ, ի սրտե դուրս գա, տանեմ սիրուն խոշոր, տեսեք ինչ ընտրել եմ, ամենալավ հատիկները խոշոր, սիրուն, ու տանեմ ցանեմ։ Այսպես սիրուն դանակով կանենք տեղերը։ Այսքան տեղը լրիվ նորմալ է, ինչքան որ
կցանեմ։ Այս ես դնեմ, հետո հողը կփակեմ, որ տեղը իմանամ, որտեղ է։ Տեսնենք ինչ տեսակի կլինի մեր սխտորը։ Ամենայն դեպս ափսոս է, էլ ինչ էլ որ կլինի։ Ավելավա ցանեմ, քանց թե մնա փչանա։ Այսպես։ Ես հողը սիրում եմ այն ժամանակ, սիրելի հետևորդներ, երբ որ հողը արդեն իսկ մի րոպե բան վերցնեմ։ Մարդ էր զանգել, գնացի զանգին պատասխանեցի և վերադարձա նորից ցանելու։ Այսպես։ Մի հատիկով եմ դե սխտոր դնում, մարդ կա, որ ասում է ես 2 հատիկ եմ դնում, չգիտեմ բան, բայց ես մի հատիկով եմ ցանում։ Ամեն մեկը տարբեր ձևի անում էլի։ Հիմա մեր մոտ կոնկրետ արտաշատի կողմերը կարտոֆիլը որ ցանում են, մի հատիկով են դնում, իսկ այստեղ լոռիում 2-3 հատիկ էլ դնում են սերմը։ Ամեն մեկը տարբեր ձևով է անում։ Հողը այնքան խոնավ է թաց, դա էլ է էլի լավը լինում, նպաստում է, որպեսզի արագ դուրս գա, էլի։ Մեկը ոնց որ ինձ թվում է եղանակները արդեն բացվում են, էլ արդեն այն տեսակի անձրևն ու ցուրտը չի սպասվում, էլի։ Մի քիչ էլ ոնց որ վատառող չեմ, որ գնացել էի ձորը կանաչի բերելու, այնտեղ դե անձրևի տակ շատ լավ թրջվել ենք, տեղին թրջվել եմ, ու հիմա մտածում եմ, որ հիվանդացել եմ, գրիպ եմ տենց, բայց ձեն չեմ հանում, որպեսզի ամուսինս վրեժ չխոսա, թե չկասի, որ ասում էի մի գնա, բայց դե ոչինչ, դա էլ է մարդու համար, ես շատ նորմալ եմ դա ընդունում։ Որոշել եմ դրսում այս հատվածում մի քիչ ենքով տեղ ունենք, կուխնյա սարքեմ, որպեսզի հանդարտ վերև չբարձանանք հողամասում սուրճ խմելու համար, դե հողստեղ, որ դրսում սուրճ ես խմում, շատ համով է լինում։ Իսկ հիմա ասած ցեխոտ բան չեմ էլ ուզում տուն բարձրանամ, որպեսզի համ տունը չկեղտոտվի, համ էլ այդքան տեղը չգնամ։ Այնպես որ սարքելու ենք սիրուն կուխնյա։ Բավականին մեծ տարածք եղավ, էլի հերիքա, փոքր հողամասա, ամեն ինչից թող քիչ լինի, էլի, պարտադիր չի, որ լիքը ամեն ինչից շատ լինի, այնքան որ տեսականիները պահպանեն։ Այս վերջի բանն է, շարքն է, էդ էլ ցանեմ։ Վերջ, հիմա եսա փակեմ, հող լցնեմ վրեն, դե չեմ փակում, ընթացքում հողը չեմ լցնում, եթե ընթացքում հողը լցնում եմ, ապա հետքը կորցնում եմ ու չեմ տեսնում, թե որտեղ եմ արել, հանկարծ երկրորդ անգամ տվյալ տեղում չանեմ, այնպես որ հեսա կսկսեմ հողն էլ փակել, լցնել վրեն ու հեսա վերջացնեմ, մի հատ ուրիշ սերվ կա, տեսնեմ կարող եմ տեղը հարմարացնել և ցանել։ Ես մի հատ հարթացնենք տեղը։
Վերջ, պատրաստ է մեր սխտորի տեղը, էլ ինչ-որ մի բան դնեմ, որ այսպես մի հատ քար դնեմ, որ այդտեղ սխտորը ցանել եմ և էլ ուրիշ բան ձեռ չտանք ցանելու։ Հիմա տեսնեմ հաջորդը ինչ պետք է անեմ։ Մեր հավերը ձույ են ածում, ակլորը իրանից բարձր է ձայն հանում, հավերի հետ հավասար։ Հələ գնամ հավաբում, տենամ ձույ են ածը, որ ամբողջ ձենը գցել են ամբողջ թաղով մեկ, իմացողնեք իմանա ամեն մեկը մի 10 հատ ձույ է ածել։ Հələ գնամ, տեսնեմ, թե որտեղ ձույ չի ածել, ձույ չեն ածել, ինչն է խնդիրը։ Խնդիրն են է, որ նստել է մի հատ հավ, մյուսն եկել է կողքը, էլ տեղ չկա հաջորդներին և այսպես ձայն են հանում, բայց հեսա կտեսնենք, թե ձայնի հետևանքով քանի հատ ձույ են։ Սիրելի հետևորդներ, այս տեսակի նայեք, բիբարի սերմ ունեմ, բալգարսկի բիբարի հավաքել եմ, թրջել եմ և տեսեք այսպես արդեն ծայրերից դուրս է գալիս և որոշել եմ հողի մեջ ցանել, որպեսզի հողում ավելի դե արագ կլինի, քան շորի մեջ արդեն իսկ ուռել է սերմը, տեսեք, այսպես տարածեմ սիրուն սերմը և փակեմ ու տեսնեմ, թե ինչքանով դուրս կգա մեր բալգարսկի բիբարը, այսպես մի հատ լավ արևային տեղ եմ ընտրել, սիրուն փակեցի, թող այստեղ էլ սիրուն լավ ծլի ու կտեսնենք, թե ինչ տեսակի է լինելու, եթե կհասցնի, ինձ թվում է, որ հասցնելու է, էլի, տեսնենք, տեսեք ցույց եմ տալի մեր փողոցի յոլկաները, տեսեք ինչ սիրուն տոնածառներ ունենք, սիրելի հետևորդներ, հələ նայեք, ամբողջ ճանապարհով մեկ մեր բոլորը հայ այսպիսի տոնածառներ են, շատ սիրուն, ամեն մեկը տարբեր տեսակի և պատրաստվում եմ փոշոտմանը, որովհետև այս աշուտով փոշոտումը արդեն սկսել են կոները սենց բան անել, ուռել, արդեն դե մի քիչ էլ անցնի սկսվելու է բացվել և փոշին թափել ամբողջ ճանապարհով մեկ, ուրեմն ոնց եմ հասկանում, որ փոշոտում է, եմ հասկանում, երբ որ առավոտյան դուրս եմ գալիս դուրս, սենց գյոլեր կան, որ ջուր է լցվում մեջը, ուրեմն այդ ամբողջ գյոլերի մեջը սենց դեղին ու կանաչ սենց գույնավոր փոշիները ամբողջ ջրով մեկ, սիրելի հետևորդներ, և արդեն հասկանում եմ, որ փոշոտումը շատ լավ սկսել է և սկսում եմ ուրախանալ և մեկ-մեկ էլ որոշում եմ մեր տոնածառների մեջով անցնել, ինչու մեջը չմտա ցույց չտվեցի, որովհետև մեր կողքում գերեզմանոց է, էլի սիրելի հետևորդներ, այդ բոլոր տոնածառները գտնվում են գերեզմանոցի մեջ, բայց մեկ-մեկ խախտում եմ անը ու մտնում եմ գերեզմանների մեջով ու դուրս եմ գալիս այն մի կողմը և այսպես փոշոտման օդը շնչում եմ, սիրելի հետևորդներ։ Շատ լավ եղանակ է այսօր էլ, ճիշտ է, արևը դուրս է գալի, հետո ներս է մտնում, բայց տաք հաճելի, շատ լավ տրամադրություն ունեմ ու գնում եմ աշխատավայր, տեսնեմ ինչ գործեր եմ անելու, ինչ եմ անելու և կնկարեմ և ցուցադրեմ, այնպես որ սիրելի հետևորդներ, օրը հիանալի է և անպայման խոստանում եմ, որ ձեզ հյուրանոցի տեղը ցույց եմ տալու փոշոտման գալու, թե հասցեն, թե հեռախոսը համարը, թե սենյակները անպայման ցույց եմ տալու, ընտրեք, որոշեք, տեսեք, եթե հարմար է ու պետք է գաք, ապա ես կարող եմ ձեզ օգնել և նախօրոք արդեն ամրագրել համարները, որպեսզի գաք և խնդիրներ չառաջանա։ Այսպես, հիմա տեսեք, ես գտնվում եմ գլխավոր ճանապարհում, ստամ գլխավոր մայրուղին է մեր գլխավոր ճանապարհն է, այսպես տանում է մինչև մեր աշխատավայր մոստի մոտ և այնտեղից դուրս են գալիս մեքենաները և որ կողմ ուզում շարժվում են, բայց այս ճանապարհը հիմնականում նախատեսված է այս տեսակի մեծ ավտոմեքենաների համար, որովհետև չեն թույլատրում, որ կենտրոնական հատվածով այս տեսակի մեծ մեքենաներ անցնեն, տեսեք, նախատեսված է նոր են սարքել այս տեսակի մեծ մեքենաների համար, սիրելի հետևորդներ,
Հիմա ես է փողոցը անցնեմ ու հետո կմիանանք։ Տեսեք գյուղի ճանապարհը ինչ նեղա, ճանապարհներն հեչ լավը չեն, քանդու քարապ եղած է։ Ինչ է, որ գյուղի մեջից դուրս են գալի, ահագի ժամանակ է պետք, որովհետև ճանապարհները նորմալ չի։ Տեսնում եք ինչ գյուղը, Լեջանը։ Ինչ։ Երեխաներն դպրոցից տուն են գալիս, դպրոցը մի քիչ ներքև է գյուղի գտնվում, մի քիչ ոնց նա լրիվ գյուղի ծայրամասում է դպրոցը գտնվում։ Մի քիչ այս ճանապարհն է, որ նորմալ վիճակ է, գլխավոր ճանապարհն է։ Ու այսպես իջնում է դեպի արդեն գնում է գյուղացիների դաշտերը, այս կողմի վրա, ովքեր ցոր են ցանում, գարի, կուկուռուզ, կարտոֆիլ, այս տեսակի բաներ են ցանում, որովհետև մենակ այդ տեսակի բերքն է այստեղ լավ լինում։ Սա էլ մեր դպրոցն է, տեսեք, Էջանի դպրոցն է։ Ու այստեղ սկսվում է արդեն դաշտերը, անծայրածիր դաշտերը, տեսեք, որտեղ շատ մեծամասնությունը ցորեն ու կարտոֆիլն է կազմում։ Երբ որ փոշոտումը սկսվում է, արդեն բոլոր տեղերում է սկսվում։ Ես հեսա վիդեո նկարներ եմ տեղադրելու էջում, կտեսնեք դրանք հյուրանոցի նկարներն են, որտեղ կարող եք գալ եւ մնալ։ Հյուրանոցը գտնվում է անտառի մեջ, շատ լավ, շատ հարմար տեղ է, հեսա նկարները կտեսնեք։ Ովքեր որ ցանկանում են նախորոք ամրագրել, կարող են կամ ինձ գրել, կամ զանգահարել 093 641 611 հեռախոսահամարով եւ համարները կամրագրեն եւ ավելի մանրամասն տեղեկություն ձեզ կտրամադրեն։